Դատարան ներկայացնեն դեպքի վայրից արտադրված տեսաձայնագրող սարք։ Այսինքն միջնորդությունը վերաբերում է դեպքի վայրից արտադրված տեսաձայնագրության սարքը դատարան ներկայացնելու։ Հետազոտվի որպես տեղական վարույթով առանձնացված մաս կա, ես կարծում եմ, որ արտադրված տեսաձայնագրող սարքը չի հաշվետացել և միջնորդում եմ դատարանին, որպեսզի տնջականից ներկայացնեն կան դեպքի վայրի արտադրված տեսաձայնագրող սարքը։ Որպես ինչ ապացույց։ Որպես ապացույց մակականական միջդատական փուլերում քննիչ կողմից բազմաթիվ անգամ ասվել է, որ տեսաձայնագրող սարքով ֆիքսել է, թե ոնց են Գրիշակով Կոպեջյանին առավոտնում, ու այդքան կողմից կալանք են տվել, մինչև այսօր գտնվում են կալանքի մեջ։ Հիմա տեսաձայնագրող սարքը վերեք ես եկեք տալի որ բան է տեսաձայնագրող սարքը հայտնվելիս է, ես համոզված եմ այս քրեական գործվածքը փոշի անող։ Հենց դա է պատճառն է, որ մինչև այսօր չենք կարող տեսաձայնագրող։ Այսինքն որպես ապացույց արտավարության ապացույց։ Հա տեսագրություն։ Կա տեսագրություն այդ սարքի։ Իրանք ասում են, բնականաբար հակառակ մասին բան չգիտեն։ Իրանք արտադրել են, իրանք տեսել են, մինչև այսօր չկա։ Որը օգտագործվել է հա ձեր կալանքի ժամանակ։ Այո։ Հիմնավորումը դա է։ Բացի իմ կալանքի ժամանակ արձանագրություն կա դրա վերաբերյալ, որտեղ նախաքննությունը արտադրել է տեսաձայնագրող սարքը, որ կարևոր հաստատան դեպք է ներկայացնի իրանից, բայց մինչև այսօր այդ տեսաձայնագրող սարքը գոյություն չունի։ Հիմա դատարան ճիշտ է հասկանում, եւ տեսագրող սարքը եւ արտադրման արձանագրությունը սա։ Չէ, արձանագրությունը հետազոտել են, բայց տեսաձայնագրող սարքը այդպես էլ չկա, դա չնայած դատարանը հավաստիացնում է, որ հնարավոր է հարց ծրարի մեջ հայտնաբերում, բայց այդպես էլ չհայտնաբերեցին։ Լավ, շնորհակալություն։ Այս ընթացքում խնդրեմ զեկուցել, որ ով ներկայացած ներկայացված միջնորդությունների վերաբերյալ կարծիքներ։ Նատեն միջնորդություն, հարգելի դատարան, ինձ երբ որ ձերբակալել են, առաջի ատյանի դատարանն է 14.08.2022 թվականին դատական ակտն է, որպես հիմնավորում նշել է, որ իմ մատնահետքերը ընտրվում են վարույթով ապացուցվել է, որ դեպքում են որոշ առարկաների վրա, որի դրատերելի և ակամատեր կան մատնացույցանը, որպես ինձ դատարող։ Հիմա քանի որ դատական ակտը ներառնշված, քննիչներ իրար կողմից Որ դատական ակտի մասին է խոսքը։ 14.08.2022 թվական։ Դատավոր դատերի գնահատական։ Այսինքն այդ դատական ակտում նշված է, որ Որոնչական գնավոր դաստացի արտադրության դեպքում ինձ պայքեր գործել, ձերբակալման իրավաչափությունը համարել են իրավաչափ։ կալանքի հիմքն է դուք նշում, ձերբակալման հիմքն եք նշում։ Դատարանը նշել է, որ փաստում է, որ բարույթի նյութերում առկա են այնպիսի հանգամանք, որը վերաբերում է քրեադատաբարական օրենսգրքի 109 հոդված 3-րդ կետերում նախատեսվածքի։ Հիմա միջնորդում է, քանի որ հանեն մեղադրողի կողմից ներկայացված ապացուցողական ծավալը ներկայացված բոլոր փաստաթղթերը հետազոտվել է դատարանում, եւ նման փաստական հանգամանք մինչեւ այսօր չի եկել, ներկայացնեն դատարան Միջնորդությունը ներկայացնում եք դատարանին, որովհետև այդ վարույթում այդ միջնորդությունների լուծումը կատարվում է դատարանի կողմից։ Հիմնավորում է, թե ինչ հանգամանք է դրանով հաստատվելու կամ հետևելու։ Դրանով հաստատվելու է, որ մինչև այսօր հանքի տակ եմ ապօրին։ Այդ մեկ կա։ Մեղադրանքի իրավաբանության տեսանկյունից։ Հիմա որ հասկացը մինչև այսօր բանը, բոլոր դատական ակտերում հղում է կատարվել այս ապօրինի գործով, ապօրինի ակտին, ապօրինի կայացված ակտին, նման հաստատական տվյալ չի եղել, մինչև այսօր չկա է։ Հիմա ոսում եմ, եթե նման հաստատական տվյալ մեղադրանքի կողմը, Այսինքն դատական ակտում պետք է նշված լինի ինչպիսի հանգամանք, ձեզ վերագրվող հարակների հետ կապված
Մեղադրանքը հաստատող, մեղադրանքը հերքող։ Դատական ակտի մեջ մի վարքյան է սետրավանում։ Դատական ակտի մեջ դատարանը փաստել է, որ վարույթի նյութերում առկա են այնպիսի փաստական տվյալ, որտեղ նշեցի 109 բացի Ձերբակալման հիմքերից մեկը, որով որ փաստվել է, այո, այդ միջնորդությունը քննելուց, որ ականատեսը ուղղակիորեն մատնանշում է տվյալանքի, որպես քրեական օրենսգրքում նախատես արարքի կատարողի եւ երրորդ առաջին մասի երրորդ կետով քննադատի կամ նրա հարկուստի կամ նրա կողմից օգտագործող այլ լեզվի վրա մոտ կամ նրա բնակարանում ներառյալ տրանսպորտային գործում հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ է։ Այդ ինքն է ձերբակալման ակտի մեջ ակնհայտ կես տվյալը արձանագրվել, եթե նման փաստական տվյալ միջևեսով չեն ներկայացվել, ես չնայած ես սկզբան համոզված եմ եղել, որ այդ կես տվյալը, բայց այսօր դատարանի համարյա պետք ողջամիտ պարզ լինի, որ նման դատական ակտը լավ, ի վերջո ի՞նչն եք ուզում այդ դատական ակտից, հիմա ասում եք ապացույցների ծավալը լրացնում, ի՞նչ եք ասում։ Միջնորդում եմ դատարանին, որպեսզի մեղադրանքի կողմից այդ տվյալները ներկայացնի դատարան, կամ առաջի ալցյանի դատարանի ստեկար ընդեր բաները Ոչ, նա առանցին կապիտ է։ Մեղադրանքի կողմից պարտադրի, եթե կա այդպիսի տվյալ ներկայացնի դատարան։ Եթե չկա, તો մոն է հայտարարի, որ այդպիսի տվյալ Լավ, ձեր հիմնավորումը, եթե այդպիսին է, ամեն դեպքում դատարանը դառնալ առարկա կդարձնի այլ միջնորդություններ։ Միջնորդությունը ներկայացում Խաչատուր Հոկոբելյանի հեռախոսը դատարանը պարտադրի, որպեսզի ներկայացնի դատարան։ Որպեսզի պարզ է լուսանկարված դետորը արտացոլում Խաչատուր Հոկոբելյանի հեռախոսը։ Որ հեռախոսը։ Ես չգիտեմ, ինչ-որ բերել է։ Այսինքն ինչի հետ կապ ունի այդ հեռախոսը, մասնավորեցին։ Փաստաթղթերը ներկայացրել, ասում են Խաչատուր Հոկոբելյանի հեռախոսը ստացավ։ Հեռախոսից արտացված, այո, սկրինշոթով։ Դրան չի դերել Խաչատուր Հոկոբելյանն Պողոս Պողոսյանը, թե ում հեռախոսն է։ Ամենայն դեպս նախաքննարանի մեղադրանքի կողմը նշել է, որ պարզել է, որ դա Խաչատուր Հոկոբելյանի կողմից է։ Արված սկրինշոթ։ Հիմա դատարանը միջնորդում է, որպես եւ հեռախոսը որպես ապացույց պարտադրի ներկայացում դատարան։ Նաև Սկրինշոթի մասին նախորդ դատականությունում այդ Այն սկրինշոթը լիվացելի բաններն նախորդ դատականության ժամանակ ներկայացրել դրություն հագել